Հուսեյնովը արդեն երկրորդ անգամ է վերջին ամսվա ընթացքում Երևանում։ Հայրեն ասացված կունենք ջրի ճամփա սարքել։ Ջրի ճամփա եք սարքել, կարելի ասել։ Պարոն Հուսեյնով առաջին ադրբեջանցին եք, որ Երևան եք այցելում երկու անգամ մի ամսվա մեջ, հա 10 օրվա մեջ։ Խոսքը ձեզ ենք փոխանցում։ Շնորհակալություն պարոն Քոչինյան, բարև ձեզ։ Բարև բոլորին։ Իրոք ոգևորիչ պահ է ինձ համար եւ զգում եմ, որ մեծ պատիվ է, որ ես կարողացել եմ Հայաստան այցելել վերջին երկու ամիսների ընթացքում։ Ինչպես գործընկեր Զարշիրովն ասաց նախորդ նիստի ժամանակ, հույս ունենք, որ կանխատեսելի տեսանելի ապագայում մենք չենք կարողանա որևէ մեկին զարմացնել այդպիսի այցերով այլևս երկու երկրների միջև։ Ու դրանք կդառնան սովորական բան։ Ինչ վերաբերում է ինչ էր թեման։ Ռեգիոնալացումը, այո։ Ես շատ կարճ խոսամ սա մասին, ես իմ պատկերացումը ունեմ Հարավային Կովկասի վերջինիս ռեգիոնալացման մասին մոտակա ժամանակահատվածի 2020-ի պատերազմից հետո 3,3-ի առաջարկը եղավ, ինչպես ասացիք, ընդ որում դա առաջին անգամը չէր 90-ականներին ու ավելի ուշ վրացական պատերազմից հետո երկու դեպքում էլ թուրքերը առաջարկել էին համանման ռեգիոնալ հարթակներ, որպեսզի Հարավային Կովկասի հետ կապված հարցերով զբաղվի այդ հարթակը, սակայն որոշակի պատճառներով 3,3-ը լիովին չստացվեց կամ առաջարկված հարթակը այդպեսին չձևավորվեց, անձամբ ես չգիտեմ, թե 3,3-ը ինչպիսի էվոլյուցիա կունենա, ինչպիսի զարգացում, ինչպիսի հետագիծ կունենա, միգուցե հաջողությամբ պսակվի, միգուցե տապալվի, չգիտենք, բայց ինչ եմ ես կարծում 3-ը հարավկովկասյան երյակը հաստատ ունենք տարածաշրջանի 3 երկրները եւ երակողմ համագործակցություն ինչ-որ ձևով կա հետո 3 գումարած ցանկացած թիվ կարող եք ստգրել Քայլ արտաքին ուժերին այդքանը ընձեռել վերապահել ես ոգևորված եմ ռեգիոնալ ինտեգրման որոշ ծրագրերով Եվրոպայի հետ դրանց Վիշեգրադ 4-ը կա օրինակ Բալթյան երյակը կա 90-ականներին այդ երկրները Կենտրոնական Եվրոպայի եւ այլ երկրները որոնք գտնվում են Բալտիկ ծովի ափին իրենց ռեգիոնալ ինտեգրման ծրագրերն ունեցան ինչ-որ կառույցներ եւ այլն անգամ Եվրամիությանն անդամակցելուց հետո իրենք պահպանեցին այդ ռեգիոնալ փոխկապակցվածությունը միմյանց հետ։ Եթե կարծում եք եվրոպական օրինակը մեր տարածաշրջանում չի աշխատի, կարող ենք պարզապես այլ կողմ դիտել դեպի արևելք։ Կենտրոնական Ասիա տարածաշրջանը դիտարկենք Կասպից ծովից այն կողմ մեր հարևաններին։ Ներքին դինամիկա կա սահմանային ինչ-որ բախումներ կան, բայց այդ 5 երկրները կարողանում են իրար հետ աշխատելով ստեղծել տարածաշրջանային հարթակ։ Եվ այդ տարածաշրջանային հարթակով, տարածաշրջանային կապակցվածությամբ իրենք հիմա աշխատում են արտաքին իշխանությունների հետ, արտաքին ուժերի հետ, արտաքին ուժերը աշխատում են իրենց հետ։ Այդ ձևաչափերը կենտրոնասիական երկրների եւ իրենց արտաքին գործընկերների հետ։ Առաջին պանելի ժամանակ պարոն Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց Հարավային Կովկասը դեռ տարածաշրջան չէ։ Իմ կարծիքը եւս հուսամ որ կստացվի, մոտ ապագայում դա կստացվի, որ մենք իրոք փորձենք ինչ-որ ռեգիոնալ տարածաշրջանային փոխկապակցվածություն տեսլական ձևավորել։ Էլի մեր տարբերությունները կարող ենք ունենալ, անհամաձայնություն ունենալ, բայց ինչու չունենալ եռանկյունաձև համագործակցության մեխանիզմներ, եթե նայում ենք քաղաքական, աշխարհքաղաքական խնդիրները կարծում եք թե կխանգարեն իրական գործ անելուն, կարող ենք սկսել փոքրիկ քայլերով։ Վերջերս մենք մի աշխատություն հրապարակեցինք Շվեյցարիայում գտնվող GCSP Ժնևյան համատեղության հետազոտությունների կենտրոնի հետ, որտեղ մենք
աղետներին արձագանքի տարածաշրջանային մեխանիզմ առաջարկեցինք, որով կնախատեսվի երեք երկրների միջև համագործակցությունը աղետների եւ բնապահպանական խնդիրներին արձագանքելու առումով։ Սրանք ոչ քաղաքական հարցեր են եւ երբեմն ընդհանուր խնդիրները հեղեղեն երկրաշարժեր կարող են իրականում երեք այս երկրներին միավորել։ Ինչպես նաեւ այս ձևաչափը հուսանք մի օր կհանգեցնի Հարավկովկասյան պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի տեսնենք շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հուսեյնով